Շատ հոգնած ես անհավես Միշտ փողի կարիք ունես Շնորհավոր Դու ամուսնացած ես Եվ քո կինը Ննջարանում հմայի չէ Բայց խոհանոցում Ահա բեկի չէ Քո մեծ հղու հետ հույսեր մի կապի Ինստիտուտ չընդունվեց ոչ մի գործ չունի Դու ունես աղջիկ մի հուրի փերի Սոց ցանցերում ընկած է գերի Լույս աշխարհ եկավ երրորդն ասպասելի Կյանքի որակն ընկավ անտանելի Բարի գալուստ մեր ընտանիք Բարև ձեզ, հայ, պրիվետ, բոնժուր, ձեզ հետ է Մարին, իսկ եթերում է խորհուրդները Մարից բլոգը Ինձ կարող եք հետևել YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում, կոնտակտում Այսօր կներկայացնեմ, թե ինչպես աղջիկները կարող են խնամել դեմքի մաշկը Վարունգը մաշկին հաղորդում է թարմություն և այն սպիտակեցնում է Մայրանուշ, հեռախոսի զարանդիկը ուր է։ Պապ, ինձ Մայրանուշ մի ասեք, ես Մարին եմ Ես ինչ ամառային սալատա դեմքիդ կպել։ Պապ, խանգարում ես, ես հիմա ուղղակի եթերում եմ Հարգելի ինտերնետ դիտորդներ, ճիշտ է, վարունգը դեմքին շատ օգտակար է, բայց ընտանեկան բյուջեին ահա որ վնասակար է։ Այսօր այսքանը ձեր հետ էր բլոգեր Գառնիկը։ Պապ, ես ինչ ա գրած։ Աղջիկ ջան, մենք ես դժվար պայմաններում վարունգ ենք առնում, որ դու դեմքիդ կլցնես։ Դուրս գնա, պապա։ Կներեք տեխնիկական փոքրիկ խոտանի համար։ Դե ինչ շարունակվում է խորհուրդները Մարից բլոգը։ Մաշկի խնամքը աղջիկների համար շատ կարևոր է։ Այո դու գուշակեցիք ճիշտ պատասխանն է պապ Պապ, բաց դուրը, էլ չեմ դիմանում Ինչ ես տենց երկարանում մտեղ Թրաշվում եմ Բա ինչ է ձեր սեյակի բաղնիքում չես թրաշվում Ընդերներս տա թրաշվում Օ, դուք եք վերջ Ես ինչ երթա Աշկիս դու քան հետ կարելի արդեն փող սարքել Խնդրում եմ, մի փոքր բան վերցնեմ նոր կմատնես, լավ Խափեցի, փոքր բան չեմ վերցնում, մեծ բան եմ թողում Ազատ դուրս արի Ամպեր եսը դուրս գամ Մի քիչ էլ որ սպասենք հաստատ դասից կուշանանք Ես գնացի, դու գալիս ես Չէ, ես սոված եմ կսպասեմ Սպասի Մարի, ես էլ եմ գալի Ինչ կամաց է Ես գլխիդ մաս կա Ինչ լավ է Ինչի? Ինձ թվաց որ առավոտը սանրվել է սաղ մազերդ մնացել է սանրի վրա Ինչ ես այդ մեկը հակել, հարթուկած չի
Սիրելի Տիկին Ազիզյան, պարանում արկա վերնաշապիկներից ամենահարթուկածը ես էր։ Հարգելի պարոն Ազիզյան, ես ժամանակ չունեի, կներեք ինձ։ Այնինչն այնինչը, անում ես ձեռքով, անում ես գլխով եւ աչքերով, հաճախ դանելուց նույնիսկ համբուրում։ Չգիտեմ։ Բարև նա, ոնց որ բարև ձեզ ընտանիք։ Իսկ դու կարես ասես, այնիշնի այնինչը, ոչ աշխատում է, ոչ սովորում է, ուսաղորը հիմար դուրս է տանում։ Դու կա։ Չէ, դու։ Տենց մի ասա, պապ, ես երեք իմ համար նոր գործ եմ գտել։ Ինչ գործ բալես։ Մանկական գրքերի համար հանելուկներ ու ժամանակակից խնդիրներ եմ մտածում։ Հատը 125 դրամով հանձնում եմ։ Հենց մեկը գուշակեք։ Սնկի պես նա սիրուն է։ Սնկից նա թունավոր է։ Սնկից նա գունավոր է, ամեն ինչ ջնջում եւ տանում է։ Ատում այն ռումբը։ Ահա, լավն է, չէ՞։ Ու դու ես երեխեքի համար ես մտածում։ Դե մի հատ էլ լավ հանելուկ ունեմ, բայց կիսա տղա։ Ասա բալես։ Դագաղ։ Այս հանելուկի մենակ էլ պատասխան եմ մտածել։ Լավ, ես գնամ շարունակեմ ստեղծագործել։ Ես հասկացա։ Ես իմ տղեն չի։ Դու հաստատ պայտակ մի տեղից դավաճանել ես։ Եվ ում հետ։ Չայնիկի։ Այս անցած տարվա ծննդի տորթն է։ Հա, շատ համով փափուկ տորթ էր։ Չնայած քեզ էլ կարելի է հասկանալ, որ չես հասցնում։ Եթե չեմ սխալվում, դու չէիր աշխատում, չէ՞։ Աշխատում եմ, ու արդեն 20 տարի։ Եվ գիտես որտեղ։ Սպասի հիշեմ։ Հա, ոչ մի տեղ։ Քո մոտ, առանց հանգստյան օրերի։ Դրա համար ինձ արձակուրդ է պետք։ Բայց զգուշ եղի։ Կարող է արձակուրդից հետ գաս, տենաս քո տեղը ուրիշն եմ գործի ընդունե, ավելի մեծ ունակություններով։ Դու էլ զգուշ եղիր, ես էլ կարող եմ իմ ոչ պակաս ունակություններով ուրիշի մոտ գործի ընդունվել։ Կերես ամառային սալատը։ Վարունգ չգտա մեջը գցեմ։ Արխեն, ես վարունգներ արդեն վերևեր կերեմ։ Բալես, ես ինչի հետ եկար։ Աշխատանքի ուսուցման դասի համար պետքա չագուշ տանեի, մոռացել էի վերցնել։ Առս տորթը տար։ Բարձրացնում ենք, բարձրացիկ, քիչ մնաց։ Ես ոնց որ դաշնամուր բարձրացնես 9-րդ հարկ։ Սազում է։ Լավն է շորը, բայց ոնց որ մի քիչ լայն է։ Կներեք շորը։ Նորմալ է։ Մի հատ էլ սրանսազող կոշիկ բեր։ Դուք որ համարն եք հագնում 45 թե 46։ Ձեռ ես առնում, 49 է։ Կներեք, բայց մենք 49 համարի կանացի կոշիկ չունենք։ Ուրեմն մենք այս շորը չենք վերցնում։ Հանե Անաստասիա։ Խնդիր չկա, հանեք, թե կարող եք։ Շնորհակալություն գնումների համար։ Ինչպես ես գործընկեր։ Ես ինչա տեսքդ։ Օգտագործած սալֆետկայից հագել։ Էմի, ոնց է լինում, որ քո հաճախորդները միշտ 90-60-90 են, իսկ իմը 120, 140, 120, ու այդ մենակ գլուխը։ Որովհետև քո տեսքից երևում է, որ դու ամուսնացած ես։ Իսկ ես ազատ, թարմ,
երիտասարդ։ Օրինակ երեկո աղջկան հիշում ես, որ կարմիր շորը հագցրեցի ու առավ։ Հա, հիշում եմ։ Էդի գիշերը հանել եմ։ Ես չեմ հասկանում ոնց կարելի է ամեն օր տարբեր աղջիկներ հետ լինել։ Դու մինչև չամուսնանաս չես հասկանա որն է իրական երջանկությունը։ Երբ քեզ տալիս սպասող կա, երբ կինդ համով ճաշա պատրաստել, երբ երեխաները վազելով գալիս քեզ փաթաթվում են։ Այդ է իսկական կյանքը։ Չէ, այս է կյանքը։ Բարև ձեզ։ Իմ անունն է Էմիլ, բայց ինձ կարող եք կրճատ ասել Էմիլիո, կանանց սրտերի ասպետալիո։ Ես սաղոշիտ մի կտերով ես արտոգի։ Լավ, ես կոշիդի 36 համար ունես։ Այսը կբեր։ Այսպիսի իդեալական ոտքեր ես երբեք չեմ տեսել։ Իսկ ես հավատացել, կանացի ոտքեր շատ եմ տեսել։ Ծանոթացիր, հարթ ու գեղեցիկ ոտքերի տիրուհի Աննա։ Իմ գործընկեր Գառնիկ։ Իդեպ Գառնիկի տեսքին նայելով մի անգամից կարող ես կռահել, որ նա ամուսնացած է։ Մեկի չարա կոշի կպեր։ Գառնիկ, խորթ-բորթ ոտքերի տիրուհին քեզ է սպասում։ Այսքան ժամանակ չեք հավատացել, հա ինձ։ Բալա դիմ սրտով չես եղել երբեք։ Ես չեմ կարող մոռանալ թե ձեզ վարվել եմ չես։ Ատանն ասել եմ։ Մամ, մի քանի հատ խնդիր եմ գրել մանկական գրքի համար, լսես։ Ասա։ Բաբկեն պապիկը ստանում է 20,000 դրամ թոշակ եւ ծախսում է 25,000 դրամի գազ ու հոսանք։ Հարց։ Ուր են Վազգեն պապիկի ոսկի ատամները։ Բարև սիրելիս։ Սոված եմ։ Ասում եմ բարև սիրելիս։ Սոված եմ։ Ոնց անցավ այսօրվա օրը։ Սոված ու ծարավ։ Այնպես որ սովածուցիչ ըմպելիք եմ ուզում ու սովածուցիչ ուտելիք։ Այդ սառոջկետ հարթուկել ես։ Մաշուտկեն էլ կան լիքներ, որ ինքն իրան հարթուկվեց։ Պապ, խնդիր ունեմ մանկական կլսես։ Չէ։ Դե լսի։ Գործարանի բանվորա հաստոցի վրա 1 ժամում կտրում է 2 կուբամետր փայտ։ Հարց. Քանի մատ ունի բանվորը։ Մի հատ է շատ պարզ ու հասարակ խնդիր ես ասեմ, բայց քեզ չէ, մորդ։ Դիցուկ, հայրը առավոտից իրիկուն տանջախվա, որ իր ընտանիքը պահ։ Երեկո 150 կիլոմետր ժամ արագությամբ ակետից հոգնած ու սոված գալիս է տուն, բեկետ, որ հաց ուտի։ Հարց, այ բեկետ, ուտելիք ուր է։ Գառնիկ ջան, փոստոմա եմ սարքել, հատուկ քո համար։ Այո, որ ասում եմ ամուսնացած լինելը լավ բան է։ Աշխտոր մարդուն ուր է։ Վայ, մտքիցս թռել էր։ Չնայած պիտի գոլն է, որ տոլմեր մտքիցս չեր թռել։ Դուրն է բաց։ Դու բաց։ Ես նստած եմ։ Ես էլ կանգնած եմ։ Գնաց։ Դու ես։ Առաքիչ Վազգենն է։ Ձեր պատվերի մածուն սխտորն եմ մոռացել, վերցրեք։ Փաստորեն ես ամեն ինչը պատվիրել էիր։ Հա, բայց համով չի։ Համով
բայց ես քո հետ եմ ամուսնացած, ոչ թե առաքիչ Վազգենի։ Ես էլ վզգոն երևի դեսերտն ա բերել։ Բարև ձեզ։ Մենք ձեր նոր հարևաններն ենք։ Իրինա եւ Ալիկ Ռշտունիները։ Տեր եւ Տիկնայք Ազիզյաններ։ Համեցեք տոլմա ուտելու։ Կինս իր սեփական ձեռքերով ա պատվիրել։ Ոչ։ Մենք ուրիշ հարցով ենք եկել։ Ալիկ, ասա։ Ուրեմն այսօր առավոտյան, երբ ես ափսեներն էի լիվանում, ձեր տղան մտավ մեր պտղատու այգին եւ իր կարիքները հոգաց։ Այս տանը աման լվացող տղամարդկանց ասածը ասնավանի չի։ Ես նույնիսկ այդ տարօրինակ գործընթացը նկարել եմ։ Իսկ քո աման լվանալը ոչ մեկ չի նկարել, այդ ավելի տարօրինակ է։ Ալիկ, ցույց տուր։ Այս երեխաներս ինչքան ջուր ա խմել։ Մինչև վերջ նայեք։ Ես էլ ասեմ մեր տան եղած չեղածով ա ուտում։ Սրան ինչ կասեք։ Սրան կասեմ խնդրեմ, չարժի։ Այսինքն երեխեն եկել ա ձերի ձեր այգին պարարտացրել։ Այդ դեպքում Ալիկն էլ կարող է գալ ձեր ծառերը պարարտացնել։ Չէ, Ալիկ։ Խոսիր։ Խնդրում եմ Ալիկի վրա տես մի գոռացեք, թե չէ կարող ա մեր պարկետը պարարտացնել։ Դուք արդեն ձեր չափերն անցնում եք։ Խնդրում եմ, ձեր տոնը չբարձրացնեք իմ ամուսնուս վրա։ Եթե այդպես է, մենք ոստիկանություն կզանգահարենք։ Բարև ձեզ։ Ահա, քխանցագործը։ Բալես շորեր թավակի, այսօր վարասների համար գնում ես նստես։ Ինչ եմ արել։ Ոչ ինչ եմ արել։ Գնացել ես մարդկանց այգին, քխմեջ ես արի այ, քխլալագոտ։ Ես չեմ ասել խելոք պայի քեզ։ Կներես, պապջան։ Ինչ կներես։ Այսօրվա ես պատժված ես։ Մի շաբաթ ոչ ուտելու ես, ոչ խմես։ Հետո տնամ ես մարդկանց այգին ոնց ես կեղտ ուտելու։ Դեռ պետք չի։ Երեխա է, երազնել մի մեծ բան չէր։ Ոչինչ։ Որ ես կես տակտասնել եմ, բարա։ Խնդրում ձեր ամուսնուն ասեք, որ հանգստացա։ Գարնիկ, հանգստացի։ Մենք գնանք։ Սպասեք ուր եք գնում, տեսեք ես սրան ինչ եմ անելու։ Պապ, այս մեթոդը միշտ աշխատում է։ Այլ թեմաներ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել հոկտեմբերի 2-ին։ Ուսանող ժամանակ պետք է մտնեի քաղաքականություն։ Իսկ դու ինձ տարել մծրիր ԶԱԳՍ։ Մինիմում միջև վարչապետ կգնայի։ Պապ ինձ փող կտաս iPhone-ից համար սելֆիի ձող առնեմ։ Մեր կուրսում մենակ ես չունեմ։ Այդ շատ կարևոր բան է։ Շատ կարևոր բան է iPhone-ը ծախի ձող առ։ Դուսկի մեր տունը չես կարում պահես, երկիրը ոնց է իր պահելու։ Երկիրը չի գալի ասում պապից սելֆիի ձողի փող տուր։ Երկիր կառավարելը հեշտ է, ինչ ուզում անում ես։ Օրինակ չէր ուզենա վարչապետի կինը լինեիր, լավ տներում ապրեիր։ Հա, շատ կուզենայի մեր վարչապետի կինը լինեի։ Աղջի մեր հիմիկվա վարչապետի կինը չէ։ Իմ կինը, երբ որ ես վարչապետ լինեի։ Էդի պիտի մտածել։ Բարև ձեզ, պարոն Եռոքյան։ Բարև ձեզ։ Դուք հանդիսանում եք ԱԺ պատգամավոր եւ ունեք բազմաթիվ բիզնեսներ։ Ձեր կարծիքով դա նորմալ է։ Բայց բան չկա։ Հետ է սուտը։ Սա բիզնեսները իմ աղջկա անունով է։ Ուզում եք ասել ձեր 3 տարեկան աղջիկը բիզնեսներ ունի։ Այո, շատ ճիշտ է, շատ շնորհալի երեխա է։ Իսկ ինչու է ձեր մականունը Ակրոշկա Գևոր։ Արա, խելոք մնա է աղջի, չափերը տարթեր ասնում ես, հա։ Նկատել ես քաղաքական գործի մականունը ինչքան ծիծաղալու է, ինքը այդքան վախենալու է։ Դուրը բաց։ Դու բաց։ Կարելի է։ Համեցեք։ Եկել ենք, այսպես ասած,
Բարի շենք։ Ես եմ թխել։ Ալիկ դու համ ափսենել ես Լևանում, համ տորթ ես թխում։ Ինձ քո նման կնիկա պետք։ Ամեցիկ։ Ես ինչ համով բաներ եք բերել։ Իմիջալը, սա մեր տան դիմացի այգու ելակներն են։ Ինչ գեղեցիկ տուն ունեք։ Շնորհակալություն։ Գառնիկիս հայրական տունն է։ Բախտներս բերեց, որ Գառնիկը քույր եղբայր չունի։ Տունը մնաց մեզ։ Իրինա, ուզում ես քեզ համար էքսկուրսիա կազմակերպեմ։ Սիրով։ Ուզում ես ես էլ քեզ լավ տեղ տանեմ։ Աման Լևանալու։ Սա է մեր ննջասենյակը։ Իդեպ մահճակալը Գառնիկն է պատվիրել։ Ինչ էլ մեծ մահճակալ է։ Որ գիշերները իրար։ Հա, որ գիշերները իրարից հեռու քնենք, չկպնենք իրար։ Ահա, իմ ավտոտնակը։ Ճիշտ է դեռ մեքենա չունեմ, բայց սա իմ թաքստոցն է։ Այստեղ ես Իրինայից թաքուն տորթ ես թխում։ Ոչ։ Գարեջուր եմ խմում։ Խմես։ Իհարկե։ Ալիկ, ինչ ես անում։ Բերանից հորդ եմ փոխում։ Եթե հանկարծ Իրինա իմանա, որ խմել եմ, կսպանի ինձ։ Շատ որակով դեմքի կրեմ է։ 20,000 դրամ փող եմ տվել։ Գառնիկս որ իմացավ, կսպանի ինձ։ Ոչինչ։ Կարևորը պանիխիտեից շատ թարմ տեսք ունենաս։ Նայր ես ինչ ունեմ։ Ավելի ճիշտ նայր նրանք ինչեր ունեն։ Ալիկ, դու քանի տարեկան ես։ Հանգիստ։ Ես արդեն չափահաս եմ եւ իրավունք ունեմ այսպիսի բաներ նայելու։ Ես դրա համար չեմ հարցնում։ Ուղղակի ոնց որ եկածել է 15 տարեկան երեխու գարաժ։ Մանմա Kinder Surprise-ի խաղալիքների կոլեկցիաներ ցույց տաս ու վերջ։ Հիմա ցույց տա։ Խնդրում եմ ոչ մեկին չասես իմ փոքրիկ գաղտնիքի մասին, հա։ Հանգիստ որ ասում են ոչ մեկ չի հավատա որ դու Kinder-ների կոլեկցիա ունես։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Ալիկ գնացինք։ Փո, ինչ ատամի մածուկի հոտա գալիս վրայից հետ։ Պապ, նոր հանելուկ եմ մտնացել, ուղղակի գլուխ գործոց է։ Էսի 150 դրամից պակաս չեմ հանձնում։ Երբ դնում ես կտրատում, մանրիկ մասնատում։ Լյացացնում է ինձ ու քեզ, անունն ասա թե գիտես։ Սող։ Չէ, մատը։ Ոնց մատը։ Դե որ մատը դնես դանակով մանրիկ կտրատես չես լացի։ Հաջողություն ազատ չայնի կվիչ։
Սուզան, Հա, եւ դուրս կգաս։ մի 10 րոպեից կվերջացնեմ։ 10 րոպեից ինձ հաստատ տակս կվերջացնեմ։ Մարի, Ազատ, Լևոն, Պամ, պարապապամ, պապամ, և դուք գոշակեցիք, Լևոն, շուտ դուրս արել չեմ դիմանում։ գնա ձեր սենյակի զուգարան։ Սենց որ գնաց մեր հարևանների այգին մյուս տարի լավ մեր կա տալու։ Անոս, ազիզյաններ, սերյամեր, հինգ շապտի։ Գեղեցիկ ոտքերի դիրուհի Աննա։ Իմ գործընկեր Գառնիկ։ Իդեպ Գառնիկի տեսքին նայելով միանգամից կարող ես կռահել, որ նա ամուսնացած է։ Ծանոթացեք, Գառնիկ Ազիզյանն է, հագուստի խանութում վաճառող եւ ընտանիքի միակ աշխատողը։ Օպ ինձ փող կտաս iPhone-ից համար սելֆի ձողառնեմ։ Այդ շատ կարևոր բան է։ Շատ կարևոր բան է, iPhone-ը ծախի ձող առ։ Նրա խնդիրները չեն հետաքրքրում ոչ իր կնոջը, ոչ էլ երեխաներին։ Ես հասկացա։ Ես իմ տղեն չի։ Դու հաստատ պահի տակ մի տեղից դավաճանել ես։ Եվ ում հետ։ Չայնիկի։ Երկարատև հեռուստատեսային դադարից հետո Հայկ Մարությանը վերադառնում է նոր որակի հումորով եւ չկրկնվող ինքնատիպ ձեռագրով։ Ահա, քխանցագործը։ Բալես շորեր թավակի, այսօր վարասների համար գնում ես նստես։ Ազիզյանները, երկրորդ սերիա, 5 շաբթի օրը, Armenia TV։ Կներեք, սամ։ Ես դες խալանոս, նեղություն եմ խնդրում։ Նոր եթերաշրջան։ Հարթ ու գեղեցիկ ոտքերի դիրուհի Չնայած Աննա։ այսօր։ Իմ գործընկեր Գառնիկ։ Իդեպ Գառնիկի տեսքին նայելով միանգամից կարող ես կռահել, որ նա ամուսնացած է։ Ծանոթացեք, Գառնիկ Ազիզյանն է, հագուստի խանութում վաճառող։ Գնացինք երկրորդ դիտելու։ Շատ հոգնած ես անհավես, միշտ փողի կարիք ունես, շնորհավոր, դու ամուսնացած ես, և քո կինը ննջարանում հմայիչ է, բայց խոհանոցում ահա բեկիչ է։ Քո մեծ հղու հետ հույսեր մի կապի, ինստիտուտ չընդունվեց, ոչ մի գործ չունի, դու ունես աղջիկ մի հուրի փերի, սոց ցանցերում ընկած է գերի, լույս աշխարհ եկավ երրորդն ասպասելի, կյանքի որակն ընկավ անտանելի, բարի գալուստ մեր ընտանիք։ Հին շորերից, որը չենք հագնում, ուզում եմ բաժանեմ չունևորներին։ Այս ինչ սառոճկա է, մամ։ Հորինը տա։ Մամ, ոնց կարելի է այս սառոճկեն հագնել։ Այն ժամանակ մոդան ուրիշ էր։ Բոլորն ավելի անհոգ, ուրախ, երջանիկ։ Ու քոր։
Էս ինչա։ Մեր շորերից որը պետք չի, ուզում եմ բաժանում չունևորներին։ Մեր շորերի։ Ստեղ մենակ իմ շորերն է։ Տենց մի ասա, իմ շորերից էլ կա։ Ուրա։ Հեսա։ Ես իմ ստեղ սարոշկին էլ ես տալիս ուրիշի։ Դու այդ սարոճկեն արդեն 20 տարիա չես հագել։ Սպասում եմ մոդան հետ գա, որ նորից հագնեմ։ Համել հիշում ես, առաջի անգամ ես այս սարոշկով է, որ քեզ տանգո հրավիրեցի ու դու չմերժեցիր։ Հիշում եմ։ Այդ սարոճկի պատճառով ոչ մեկ հետ չէր պարում։ Մեղքս եկար։ Ես հասկացա դու ինչ ես շորեր չունևորներին բաժանը, որ լվացք չանես։ Ինչ շորեր են։ Ստեղից որ ուզում ես վեկալ։ Դզեց։ Պտուղը սարոճկից հեռու չի ընկնում։ Հարգելի ֆոլովերներ, ձեզ հետ է Մարի բլոգը։ Այժմ ես գտնվում եմ Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում եւ ճաշակում այս գեղեցիկ աղցանը։ Տեսեք, թե այն ինչ համով տեսք ունի։ Դե ինչ, բարի ախորժակ ձեզ, ինչպես նաեւ ինձ։ Վերջ, կարանք հաց ուտենք Հյուսիսայինում։ Այո։ Ռուզան, բաս մեզ քեզ տեղ չեմ տանում։ Մենա նստած Հյուսիսայինում հաց ենք ուտում։ Բայց ոչինչ, որ ես եմ վերջում այս Հյուսիսային պողոտայի ափսեները լվանալու։ Պապ։ Պապ ջան։ Պապուլ։ Փող չունեմ։ Մամ։ Մամ ջան։ Մամուլ։ Մի րոպե։ Գառնիկ ջան։ Կառնուկս։ Լևոնջիկ չհասկացար, ասեցի փող չունեմ։ Ազատ! Ինչի հաց ուտելու։ Մի քիչ կամաց գորա, թե չէ աշխարհում ինչքան ազատ կա կգա հաց ուտելու։ Ազատ, այս պամիդորով ձված եղես հագել։ Ցենտր սարոշկա է, բարով մաշես։ Մերսի ձեզ։ Մամ, ես այսօր կարող եմ ուշ գամ, ինստիտուտում փորձ ունենք։ Շատ շուշանաս։ Դու սուս մնայ տոնածառ։ Ես քո մեծ աղբերն եմ ու իրավունք ունեմ չխայնանամ քո վրա։ Ինչ ես խոսում, մենք զույգ ենք։ Ես քեզ այն 2 րոպե շուտ եմ ծնվել։ Դու շուտ չես ծնվել։ Ուղղակի ինքը աղջիկ է։ Մինչև մազերը ֆենելը աչքերը ներկել եմ 2 րոպե ուշացել է։ Լավ, ես էլ գնամ։ Արի մի հատ պաչեմ նոր։ Լավ, Երիկա դպրոցա գնում, բանակ չի գնում։ Պապ, այսօր մի հատ աղջիկ կլուբ եմ հրավիրել, տանգո պարելու։ Կարոս ինձ 300 դրամ տաս։ 300։ Դե հա, 100 դրամով հասնեմ կլուբ, 100 դրամ տամ այդ աղջկան հասնի տուն, դե այն 100 դրամն էլ Պարզա։ բուրկի կանեմ ուտելով ոտ-ոտ կգամ տուն։ Ազատ, դու այդ սարոճկով որ դուրս գաս, հեչից 5000 դրամ կաշխատես։ Լավ, ես գնամ իմ սենյակ։ Հասը չկերար։ Մամ ջան, ժամանակ չկա, գնամ մի քիչ էլ տանգո պարապեմ։ Ես տղենելի կիսատ թողեց։ Սրա կնիկը հաստատ գեշ աննելու։ Սպասի ես ուտեմ, որ հարսը սիրուն լինի։ I break my heart. Ես ինչ կենթանու ձեներ է հանում։ Աշկիս տղուտ մոտ բրաշտի սեզոնը սկսել է։
այսօր տղամարդու հետ հանդիպման եմ, որ այս շորիկով գնամից կհավանի։ Եթե շորիկը մենակ գնա, կհավանի։ Ինչի ջղայնացած գնաց։ Կոմպլիմենտ արեցի, նեղացավ։ Չես կարողանում էլի կանանց հետ։ Մի քիչ ավելի համարձակ պետք է լինես։ Էմիլիո, որ խնդրամ կգաք շորից ցեփը բարձրացնեք։ Իհարկե, իմ մատները ձեր տնօրինության տակ են։ Բայց դուք ցեփը այդպես են չբարձրացրեցիք։ Ուզում եք ես բարձրացնեմ։ Լոկտի։ Բարև ձեզ գեղեցկուհի։ Կարելի է ձեզ հրավիրել տանգո պարելու։ Հենապեր։ Ոնց թե աղջիկը մենակ քո հետ ինձ հետ պարել։ Լսեցի՞ր, ինքը ուզում է մենակ իմ հետ պարի։ Լավ, դու արդեն երկարացնում ես։ Ներողություն գեղեցկուհի, իսկ հիմա հանգիստ կարող ենք պարել։ Բարև ձեզ։ Ես երեք ինձ համար իմ հագով շոր գնեցի, տարատուն լվացի։ Եվ ահա, լվանալուց հետո շորը փոքրացել եւ մտել է։ Միգուցե դուք եք մի փոքր մեծացել։ Ու դուք այսքանից հետո փորձում եք կատակել։ Կանչեք ձեր տնօրենին, ես ուզում եմ բողոքել վատ սպասարկման համար։ Ներեցեք, ինչ է պատահել։ Դուք ով եք։ Ես Էմիլն եմ։ Բայց ինձ կարճ կարող եք ասել Էմիլիո, կանանց սրտերի ասպետորիո։ Եվ կարիք չկա նման մանր խնդրի պատճառով տնօրենին անհանգստացնել։ Ես ուղղակի խնդրում էի վերադարձնեք իմ գումարը։ Կներեք, բայց մենք չենք կարող գումար վերադարձնել այս փչացած ապրանքի համար։ Եվ ընդհանրապես Գառնիկ, հոփերի։ Բարև ձեզ։ Երեխայի համար շորիկ եմ ուզում գնել, ինչ կառաջարկեք։ Խնդրեմ։ Բա իմ սիրունը։ Մենք վերցնում ենք սա։ Սպասարկի, գառնիկ։ Համեցեք։ Տեսնում եք, անլուծելի ոչ մի խնդիր չկա։ Շնորհակալություն։ Այս օրիթը ուզում եմ ձեզ հրավիրել սրճելու։ Բայց պետք է զգուշացնեմ, որ ես էլ ձեր շորիկի նման մտնելու հատկություն ունեմ։ Ես եկա սոված եմ։ Բարև ձեզ։ Մարի մի հատ ջուր բեր։ Լևո մի բաժան ջուր բեր խմեմ։ Մերի։ Ռուզան մի բաժան ջուր բեր։ Ժամանակ չունեմ, սերիալ եմ նոր։ Էսով է։
Մի հատ աղջիկ կա, այդ աղջիկը հերն է, բայց այդ աղջիկը չգիտի, որ ինքը իր հերն է։ Բայց ով է։ Իսկ այդ աղջիկը մերն է, բայց մերը չգիտի, որ ինքը աղջիկ ունի։ Բայց տղեն ով է։ Այս տղեն այդ աղջիկն է, հələ չգիտի, որ ինքը աղջիկ է։ Բայց լվացքի փոշով կնիկն ով է։ Գառնիկ գովազդ է սկսել։ Էլ ինչ ես դες կլանված նայում։ Վերջում պարզվել է, որ այս փոշին այդ կորած տղեն է։ Լավ մի խանգարի սկսեց։ Մերի։ Գնամ աղբը թափեմ գամ։ Գառնիկ լուսերը տարել են, սերիալը սկիսատ մնաց, բայց ես հիմա ինչ եմ անելու։ Մի բաժակ ջուր բեր կասեմ։ Պոպ ջան, երբ կտան լույսերը։ Մի բաժակ ջուր բեր կասեմ։ Պոպ մի հատ զանգի իմաց ինչ է եղել։ Մի բաժակ ջուր բեր կզանգեմ։ Ալո, բարև ձեզ, մեր լույսերը կտրել եք, երբ եք տալու։ Հա, փաստորեն միջև վաղը չի լինի, հա։ Դե լավ, ինչ արած, կսպասենք։ Դե քանի որ լույս չկա, եկեք իրար հետ մի փոքր շփվենք։ Սկսենք ամենասկզբից։ Ես Գառնիկ Ազիզյանն եմ, քո ամուսինը ու ձեր հայրիկը։ Բալես, ես ինչ ա եղել։ Ազատ, այս պամիդորով ձվածեղը փոխեցի ժալյուզի հետ։ Յան անգստացել մամ ջան, տանգո պարելուց եմ գալիս։ Ես գրգռված վագրի հետ ես տանգո պարեն։ Ոչ պապ, մի հատ մարալի հետ շատ կրքոտ տանգո էի պարում։ Իսկ հետո եկա վրա տավար աղբերը ես ընկերների հետ։ Ես կարող եք կլուբի տեղը գազանանոց էիր գնացել։ Ես ինչ եք մթության մեջ նստած։ Գնա մի բաժակ ջուր բեր կասեմ։ Բարև ձեզ։ Ազատ, վերնաշապիկը շատ ոճային է։ Դուք էլ լույս չունեք, ձերն էլ են անջատել տխմարները։ Վայ քորա։ Բայց ինչ ես վիրավորում։ Կարող եմ վթար ա եղել, մարդիկ անջատել են։ Թող զգուշացնեին, հետո անջատեին համբալները։ Արդեն լեզվիդ ես տալի։ Ոչինչ։ Այսօրվա մեր ժամանցը ես կկազմակերպեմ։ Երեք ես ու Իրինա մի հիանալի խաղ ենք գնել։ Բերեմ խաղանք։ Եթե աղմուկ չեք անելու, բեր մի 10 րոպե խաղանք ու գնանք քնելու։ Հիմա բացատրեմ ինչպես են այս խաղը խաղում։ Թիմից մեկը վերցնում է քարտը,
Եվ թիմակիցներին սկսում է բացատրել քարտի վրա գրված բառերը։ Իսկ դիմացիները պետք է գուշակեն։ Ռշտունիները մենամարտի են հրավիրում Ազիզյաններին։ Նայ չզոհով ես այդ մենամարտում։ Սկսում ենք մենք։ Իրուս պատրաստ ես։ Սկսեցինք։ Միավորված ազգերի ինչ ա լինում։ Կազմակերպություն։ Ճիշտ է։ Մենդելեևի ահոցակի 47-րդ տարը։ Արծաթ։ Ճիշտ է։ Լյուդվիգ վան Բեթհովենը ինչեր ա գրել ամենահայտնին 9-րդն է։ Սիմֆոնիա։ Ճիշտ է։ 1912 թվականի ապրիլի 15-ին Տիտանիկը ինչի հետ բախվեց։ Սարթաբեկոր։ Ճիշտ է։ Արքիմեդը ինչեր ընդունում որ բաղավեց Էվրիկա։ Լոգանք։ Ճիշտ է։ Էս ինչեր են խոսում։ Հիմա ձեր հերթն է։ Մենք դրանից չունենք։ Փող։ Ճիշտ։ Մենք դրանից չունենք։ Մեքենա։ Ճիշտ։ Մենք դրանից չունենք։ Սնունդ։ Ճիշտ։ Մենք դրանից չունենք։ Ապակա։ Ճիշտ։ Մենք դրանից չունենք։ Լույս։ Ճիշտ։ Ված չէր։ Ալիք, սկսիր։ Ուրուգվայ, Պարագվայ, Բոլիվիա, Վենեսուելա, Չիլի, Պերու, Արգենտինա, Կոլումբիա, Գվինեա, Գայանա, Սուրինամ, Ֆոլկլենդյան կղզիներ։ Հարավային Ամերիկայի որ պետությունը չնշեցի։ Ճիշտ։ Հաջորդը։ Ձեր ժամանակը սպառվեց։ Հիմա մեր հերթն է։ Ալիք։ Հիմա ես կբացատրեմ։ Պապ, որ դու տուն գաս, ուտենաս մաման սաղամանները լվացել է, ուտունը լիքը բան կա ուտելու։ Էդ ի՞նչ է։ Հրաշք։ Ճիշտ է։ Ես, մաման, Ազատը ու Լևոնը քո համար ինչ ենք։ Ծախս։ Չէ։ Դարդ։ Վայ, չէ։ Ընտանիք։ Ճիշտ է։ Ուստե դու լավ չես բացատրում։ Ձեր մոր աղբերը իմ համար ով է։ Ալերզակ։ Չէ։ Էշ։ Ճիշտ է։ Ուղ։ Ցածարցակ։ Ճիշտ է։ Այս ով է։ Հոգեկան հիվանդ։ Չէ։ Ջասմեն։ Ճիշտ է։ Այմա ուշադիր։ Այս ով է։ Էլի ցածարցակ։ Չէ։ Հաստագիտություն է։ Պատգամավոր։ Ճիշտ է։ Ռուզան, դու որ մերն ես։ Ես ամուսնանամ ուրիշ կնոջ հետ։ Այդ կնիկը մեր երեխեքի համար ով է։ Փչացած։ Չէ։ Վիրտ։ Չէ։ Տոկոն։ Այ չէ։ Դու սնգացի մեկը։ Իրոք Չէ։ ձեր ժամանակը սպառվել է։ Հա բայց ով այդ ստերվան կորնիկ։ Կստացի Ռուզան, խորտ մայրը։ Գնում ենք քնելու։ Բարի գիշեր։ Ոնց բարի գիշեր։ Երեկոն նոր է սկսվում։ Բարև։ Առաջարկում եմ այնպիսի խաղեր խաղալ, որ պարտվողը պատժվի։ Այյա։ ստիպված, հիմա նա ստիպված 30 րոպե պիտի կանգնի սառը ցնցուղի տակ։ Կարնիկ, 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 կարնիկ,
Լսեք, ես է գալիս եմ։ Չեմ կարող սենց ապրել։ Գարնիկ բաստած վերեց, լույսերը տվեցին։ Ես իսկականից լույսերը տարան։ Գարնիկ, սառը ցնցումը քեզ է սպասում։ Շորտ աճառեցիք իմ երեխայի վրայով, ապա նայեք այն լվանալուց հետո ինչքան է մեծացել։